3 մայիսի 20-ին տևական դադարից հետո Հայաստանի Հանրապետությունը ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նշեմ, որ Լավրովի վերջին այցը Հայաստան եղել էր 2022 թվականի հունիսին։ Դրանից հետո հիմնականում Միրզոյանն էր այցելել Մոսկվա կամ ուղղակի հեռախոսազրույցներ էին ունեցել։ Այսօրվա ասուլիսի օրակարգի հետ կապված որևէ տեղեկություն այս պահին դեռ հայտնի չէ։ Այցի ընթացքում Լավրովը կհանդիպի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, ինչպես նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Մինչ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը ստորագրում էին արտգործնախարարությունների միջև 2025-26 թվականների համար խորհրդակցությունների ծրագիրը, նախարարության դիմաց խմբվածները բողոքի ակցիա էին անում, Պուտին մարդասպան պաստառները ձեռքներին։ Ասուլիսի առանցքային թեմաներն էին հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումները տնտեսական անվտանգային համատեքստերում, 2022 թվականի ադրբեջանական զորքերի ներխուժումը Ջերմուկ, Ղարաբաղյան աղետի մեղավորների հարցը։ Սեպտեմբերին արդեն առաջի կեսին մենք տեսանք ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Ջերմուկի ուղղությամբ եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների խախտումը, իհարկե մենք այս մասին տեղյակ պահեցինք մեր դաշնակիցներին եւ Ռուսաստանի դաշնությանը ուղիղ որպես երկկողմ դաշնակից եւ նաեւ հապկի շրջանակներում մեր ռազմական դաշնակիցներին գործողություններ, որոնք դրանք հետևեցին, ինչպես արդեն առիթ ունեցեմ ասելու գոհացուցիչ չէին Հայաստանի Հանրապետության համար։ Լավրովը հակադարձում է, արել են այն ամենը, ինչ իրենց պարտավորությունների շրջանակում է եղել, ընդհանուր համաձայնության գալ չի ստացվել։ Առաքելությունը ՀԱՊԿ-ի գլխավոր կարգավորի ղեկավարությամբ միանգամից ուղևորվեց դեպքի վայր, ներկայացրեց օպերատիվ զեկույց, կոնկրետ եւ պրակտիկ առաջարկություններով այն մասին, որ պետք է ՀԱՊԿ-ի դիտորդների առաքելություն ուղարկել այնտեղ իրավիճակը կայունացնելու համար։ Լրագրողների հարցին, թե արդյոք Հայաստանը ուկրաինացվելու ճանապարհն է բռնել, Լավրովը պատասխանեց. եթե այդպես լիներ, Ուկրաինայի պես ռուսերենի ուսուցումը Հայաստանում կարգել էին։ Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ընկերն է։ Հայաստանը չի вне закона. Հայաստանը ռուսաց լեզուն, ռուսական մշակույթը անօրինական չի հռչակում, օրինական իրավունքներից չի զրկում էթնիկ ռուսներին եւ նրանց, ովքեր պարզապես ուզում են ռուսերեն խոսել։ Հայաստանում ընդունված չեն օրենքներ, որոնք արգելում են այդ ամենը, ի տարբերություն Ուկրաինայի։ Իսկ Ղարաբաղյան հարցի հանգուցալուծման հետ կապված Լավրովի կարծիքով հայկական կողմը շանս է ունեցել հարցի լուծումը երկարաձգելու ու որոշ հատվածներ պահելու։ Վերջին առնվազն 20 տարիներին եւ նախագահ Պուտինը եւ նախագահ Մեդվեդևը, հետո նորից նախագահ Պուտինը առաջ էին մղում լուծումներ, որոնք ապահովում էին արդար մոտեցում խաղաղ բանակցությունների միջոցով։ Հիշեցնեմ ինչի մասին էր խոսքը գնում։ Ադրբեջանական 7 շրջաններից տալ 5-ը վերադարձրեք 5 շրջանները որպես առաջին քայլը եւ միջանկյալ փուլ որպես պահպանեք Կելբաջարի եւ Լաչինի շրջանները, դրանք ահռելի տարածքներ են, որոնք Հայաստանը միացնում են Ղարաբաղի հետ։ Պահպանեք դրանք այն կարգավիճակում, որում կան հիմա։ Դա երևի ինչ-որ բանով ավելի լավն է, քան այն ինչ հիմա ստացվեց։ Ինչու՞, որովհետև այդ կոմպրոմիսային առաջարկները, որոնք տարիներ շարունակ առաջ էին մղում ռուսական ղեկավարության կողմից, մերժվեցին։ Լավրովին հիշեցրին Ռուսաստանի զենքի մատակարարման չկատարած պարտավորությունների մասին։ Նրա կարծիքով հիմա Ռուսաստանը այն վիճակում չէ, որ Հայաստանին զենք վաճառի։ Չնայած դեմ չի լինի, եթե Հայաստանը այլ երկրներից զենք գնի։ Այո, հիմա ունենք իրավիճակ, որում մենք ստիպված ենք неоднократно в истории ինչպես պատմության մեջ բազմիցս կռվել ամբողջ Եվրոպայի դեմ, որ նման իրավիճակներում մենք չենք կարող մեր բոլոր պարտավորությունները ժամկետում կատարել, բայց անգամ այդ իրավիճակում բոլոր հայ գործընկերների հետ պայմանագրերով նախատեսված համակարգերը փոխանցվում են եւ մենք այդ պրակտիկան կշարունակենք։ Ինչ վերաբերում է այլ երկրներում զենքի գնումներին, որևէ խնդիր չկա։ Դա մեր հայ բարեկամների ընտրությունն է։ Ասուլիսի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումները եւ հետագա հեռանկարները, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությունը։ Նշվել է նաեւ, որ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում տնտեսական կապերը կխորանան։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության պայմանագրերի
պայմանագրի հեռանկարի հետ կապված հարցեր։ Ասուլիսի ընթացքում Արարատ Միրզոյանը նշեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ տարաձայնություններից անկախ հարաբերությունների վերաֆորմատավորում չի սպասվում։ Լավրովի այցի մասին մեր քաղաքացիներից շատերը չէին էլ լսել։ Փորձեցինք պարզել, ինչ կարծիք ունեն հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ։ Սերգեյ Լավրովի այցից տեղյակ եք։ Ոչ, չեմ էլ պատրաստվում ուշադրություն դարձնել իր այցին։ Չէ, Չգիտեիք, որ եկել է։ չեմ էլ ուզում իմանալ։ Չեք ուզում բանանել։ Мы не хотели бы отвечать. Почему? Ну, просто это... Насчет российско-армянских отношений. Не, Нет? не. Ոչ, ես այդտեղ չեմ ապրում։ Իսկ ինչ եք կարծում, հայ-ռուսական հարաբերությունները պետք է խորացվեն, թե ընդհակառակը։ Չեմ կարող ասել պոլիտիկա շատ հեռու մարդ եմ։ Իսկ 102-րդ ռազմաբազան ինչա պետք անել երկրից թե թող մնա։ Պետք անպայման հանել։ Իսկ դա ինչ օգուտ է տալիս մեզ։ Որևիցե օգուտ ունենք, ռուս խաղաղապահները բանում էին, Ղարաբաղում ինչ արեցին, հանձնեցին, հիմա Հայաստանը պետք է հանձնենք, չեմ ուզում։ Հա, ճիշտ կլիներ, որ ընդհանրապես դուրս գային։ Լավ հարաբերություն է պետք է լինել, ոչ ոչինչ։ Անի Հովանեսյան, Գևորգ Սյանոսյան, Renews Armenia։